UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Հղիությունը բարդ և ստեղծարար փուլ է, հետևաբար այդ փուլի ընթացքում ունենալ որոշակի խնդիրներ, պրոդուկտիվության անկում լրիվ նորմալ է և դրա մասին ոչ միայն անհրաժեշտ, այլև պետք է կիսվել մտերիմների հետ։ Կան բազմաթիվ կարծիքներ, որ որոշ կոսմետիկ գործողություններ կարող են վնասել երեխային հղիության ընթացքում։ Այդ 9 ամիսով կյանքը ոչ սկսվում, ոչ ավարտվում է, բայց կարող է հենց այդ 9 ամսում արած ինչ-որ մի գործողություն վնասել երեխային ու դա արդեն անդրադառնա թե երեխայի, թե քո ամբողջ կյանքի ընթացքին։ Ես կարծում եմ հղիությունը կնոջ կյանքում ամենաերջանիկ փուլն է և հետո նրան հետևում է ծննդաբերությունը և մայրությունը։ Չեմ կարծում, որ ի սկզբանե պետք է մտածել խնդիրների մասին, այլ պետք է մտածել միայն վայելելու մասին։ Հղիությունը պլանավորելիս արդեն իսկ պետք է տեղյակ լինել, թե որ դեպքերն են օրգանիզմում նորմալ և որոնք են արդեն նորմայից դուրս և հստակ իմանալ, թե որ դեպքերում է պետք անհապաղ դիմել բժշկի, իսկ որոնք են նորմալ հղիության ընթացքում։ Փայլող աչքերով երջանիկ ապագա մայրիկ, դասական երաժշտություն լսող պտուղ, գեղեցիկ ֆոտոշարքեր ու փոքրիկ շորիկներ։ Այո, հղիությունը կարող է լինել այդպիսին, բայց կարող է և ընթանալ բազում անհարմարություններով, ցավերով ու անհանգստություններով։ Նման պահերը ոչ ոք չի լուսանկարում, չի հանրայնացնում։ Դրա համար էլ մենք դա անվանում ենք հղիության անտեսանելի կողմը։ Այսօր կփորձենք քննարկել անտեսանելի կողմերից մի քանիսը, ոչ թե վախեցնելու համար, այլ տեղեկացնելու, նախազգուշացնելու և ամենակարևորը հիշեցնելու, որ դուք մենակ չեք։ Ծնողական ժողովը սկսված է, միացեք։ Բարև ձեզ, հարգելի մայրիկներ, շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք մեր հրավերը։ Պետք է տեղեկացնեմ, որ մեր զրույցին հետևում է գինեկոլոգ Աննա Սարգսյանը, նա մեկնաբանություններ է անելու ընթացս և միանալու է մեզ հաղորդման համապատասխան հատվածում։ Եվ ուզում եմ սկսել մեր այսօրվա ժողովը, մեր այսօրվա քննարկումը հետևյալ հարցով, որը կուղեմ մեր Անժելային։ Անժելա, ինչպես է ընթանում ձեր հղիությունը։ Համեմատած առաջին հղիության բավականին հեշտ ու թեթև անցնում երկրորդ հղիությունս, երբ առաջին հղիությունս ուղեկցվում էր տոքսիկոզով, այտուցներով, երկրորդ բալիկի դեպքում այդ բոլորը բացառվեց, չնայած, որ երբ արդեն իմացա, որ հղի եմ, կային վախեր, որ կկրկնվի այն ամենը, ինչ որ առաջին հղիության դեպքում էր, բայց բարեբախտաբար երկրորդ հղիությունը շատ ավելի թեթև, շատ ավելի արագ անցնում, քան առաջինը։ Հրաշալի է, մայրիկներ, ուզում եմ բոլորիդ լսել, ինչ եք հիշում ձեր այդ երջանիկ 9 ամիսների մասին։ Աննայի հետ շարունակենք։ Երջանիկ 9 ամիսներ ավելի շատ գիտակցական էին, գիտակցում էի, որ շուտով կլինի այդ սպասված հանդիպումը, իսկ ինչ վերաբերում է ընթացքին, երկու դեպքում էլ եղել է տոքսիկ հղիություն, եւ որ ամենասարսափելին է, առաջին հղիության դեպքում ինձ թվում էր, որ այս ամենը չի ավարտվելու։ Եթե երկրորդի դեպքում ես արդեն պատրաստված էի, առաջինի դեպքում ֆիզիկական վիճակի վատթարացմանը կից ինձ մոտ եկել էր հոգեբանական դեպրեսիվ վիճակ, ինձ թվում էր, որ ես այլևս երբեք առաջվանը չեմ լինի։ Սաբետ, ինչ կասեք։ Ես շատ երկար եմ սպասել այդ հղիությանը, շատ 10 եւ ավելի տարիներ։ Իմ հղիությունը եկավ ամենաանսպասելի պահին։ Ես շատ հեշտ եւ երջանիկ հղիություն եմ ունեցել, առանց խնդիրների, բայց եթե լիներ էլ, կարծում եմ ես կկարողանայի հաղթահարել հեշտությամբ, որովհետեւ մենք սևեռված էինք այն մտքիրա, որ դա վերջապես եղավ։ Անայդ, կխնդրեմ ձեր փորձը հիշեք։ Երբ որ առաջին հղիությունն էր, ես ահավոր տագնապային հղի էի, որովհետև ինձ անդադ թվում էր ինչ-որ բան կարող է ոչ այնպես ընթանալ։ Մենք երկար ենք սպասել հղիությանը, մոտ 5 տարի, ու շատ սպասված բալիկ էր, ու ինձ անդադ թվում էր, որ ինչ-որ բան կարող է ինչի, ես անդադ վազում էի բժշկի մոտ, թե ուզիների, թե սկրինինգների, ես ամեն ինչ մի քանի անգամ եմ անցել, շատ մանրամասն։ Կողքից շատ ավելի թեթև էին տանում մարդիկ, ասում էին, որ մի ուշադրություն դարձրու ամեն ինչի վրա, մենք ընկերուներով հղի ենք այդ ընթացք, այնպես է ստացվել, մենք ընկերուներով ենք հղի եղել, ու իրենք ասում էին անընդհատ, բայց միևնույնն է ինձ ոչ մեկի խորհուրդը չէր օգնում, ես իրականում բավականին տագնապային հղի եմ եղել։ Դա ձեր տագնապներն էին, թե կային իրական հիմքեր։ Չէ, ոչ մի հիմք չկար։ Դա ուղղակի ես էի անընդհատ լարված, որ հանկարծ այնպես չլինի, որ ինչ-որ բան այնպես չընթանա։ Քանի որ ունենք դեպքեր, երբ դժվարություններ, փորձություններ եղել են, լսենք մայրիկներին, փորձենք հասկանալ ինչպես եք հաղթահարել ձեզ բաժին հասած փորձությունները։
Փորձությունների հաղթահարման մեջ փրկողակը հայրիկն էր, հայրիկի ուշադրություններ ու երբ հարցը նախորդ երջանկությունից էր խոսում, ավելի շատ ինձ մոտ հիշողությունները այսպես եկան, թե ինչ ուշադրություն էր հայրիկի կողմից ու կարծում եմ, որ ամեն դեպքում փրկողակը դժվարություններից հայրիկն է։ Շատ լավ, Աննա։ Ես կմիանամ ձեր տեսակետին, որովհետև շատ հաճախ տղամարդկանց թվում է, որ միայն հայրիկ են դառնում երեխայի ծնվելու պահից սկսած եւ կնոջը կարծես հոգեբանորեն միայնակ են թողնում։ Այնինչ այդ փուլում հենց ամենակարևորն է առաջնային ուշադրության կենտրոնում պահել կնոջը, որովհետև բացի հորմոնալ ֆոնի փոփոխություններից, արկա խնդիրներից, հուզական պահերից, կինը իսկապես իրեն կարող է շատ մենակ զգալ, եթե չունի զուգընկերոջ աջակցությունը ամբողջ ընթացքում։ Մեզ դիտող տղամարդիկ թող ֆիքսեն այս պահը։ Երբեք ձեր կնոջը մի թողեք միայնակ, նրա ցանկացած ուտելիքը բերել դեռ չի նշանակում լինել կնոջ կողքին հղիության ընթացքում։ Հոգեբանական մասը ամենաներառականը, կարևորը եւ արժեքավորն է այս դեպքում։ Կարևոր է շատ, որ խոսում եք հայրիկների մասին, հետաքրքիր է իմանալ առհասարակ այդպիսի աջակցության կարիք զգացել եք հոգեբանորեն, որպեսզի ձեզ օգնեն, խղճան, ինչ որ բան թույլ չտան անեք, ձեր փոխարեն մի բան անեն, թե փորձել եք հաստատուն լինել, որ ամեն ինչ լավ է, ես չունեմ առանձնահատուկ ուշադրության կարիք, հետաքրքիր է ինչպես է եղել։ Թույլ եմ տվել միշտ, որովհետև ես ինքս էի վախենում, որ հանկարծ կարող ինչ որ բան այնպես չանեմ ու վնասեմ։ Դրա համար եւ ծնողներն են շատ օգնել, երբ որ կարիք եղել ընկերներ ցանկացած հարցում, եթե օրինակ ինչ որ բան պետք էր անել նույն գործնական առումով ու մտածում ենք օրինակ պետք է գնանք հեռու տեղ ու ես չէի ուզում գնալ այդ ճանապարհը, ինձ միշտ ասում են որ խնդիր չկա, մենք այդ հարցը կլուծենք, դու կարող ես տանը մնալ, այսինքն բոլորն են օգնել, ոչ միայն ընտանիքը, այլ նաեւ մոտիկ ընկերներ, ընկերուհիներ միշտ աջակցել են։ Հրաշալի է։ Բնական է, որ կա բժշկին դիմելու հստակ ժամանակացույց, հստակ ժամկետներ եւ պետք է այս կամ այն ստուգումը անցնել, հետաքրքիր է ինչպես եք վարվել։ Գնացել եք բժշկի մոտ ըստ անհրաժեշտության, այ Անահիտն ասում է, որ պատեհ ու անպատեհ առիթով գնացել է։ Պահել եք այդ ժամանակացույցը, թե գնացել եք ըստ ձեր զգացողությունների, Սաբետ, ինչպես եք Ես պահել եմ այն ժամանակացույցը, որը բժիշկն էր ինձ թելադրում։ Ես ընդհանրապես բժիշկների չգնացող մարդ եմ։ Ինձ կապում էր բժշկի հետ նորից այն իմ երջանիկ զգացողությունը, որ հիմա եւս մեկ անգամ մոնիտորի վրա կարող եմ տեսնել իմ բալիկին, մենք կարող ենք վայելել նրա շարժումը, ներսում ինչ որ նոր սրտի բաբախը լսել, ինչ որ նոր մի բան լսել այն աշխարհից, որտեղ մենք չկանք եւ ինքը կա, բայց մենք չունենք հասանելիություն այնտեղ։ Ես շատ սիրում էի սոնոգրաֆիայի օրերը։ Իսկ մնացած քննությունները իհարկե երբեմն տհաճությամբ, երբեմն հաճույքով, բայց ամենահաճելի օրերը իհարկե սոնոգրաֆիայի օրերն են, երբ որ կոնտակտ ունեիր բալիկի հետ։ Բնականon ընթացքով հղիության դեպքում, երբ որ ունենք հղիության բարդություններ, շատ կարևոր է այցելել բժշկի եւ նախածննդյան այցերը պետք է լինեն առնվազն 8-ը, որոնցից մեկը պետք է լինի առնվազն մեկը պետք է լինի հղիության առաջին եռամսյակում, հղիության երկրորդ եռամսյակում ցանկալի իրականացնել առնվազն 2 այց մանկաբարձ գինեկոլոգին եւ արդեն հղիության երրորդ եռամսյակում անհրաժեշտ է իրականացնել առնվազն 5 այց եւ այս այցերը շատ կարևոր են հղիության բնականon ընթացքը ապահովելու, ինչպես նաև հայտնվող կամ հնարավոր բարդությունները վաղ հայտնաբերելու եւ ճիշտ վարելու ու բուժելու համար։ Մեզ դիտում են մայրիկներ, ովքեր հիմա գուցե առաջին անգամ են անցնում այս ճանապարհը։ Ես կխնդրեմ, որ եւ ձեր փորձից, եւ ձեր ընդհանուր գիտելիքներից, նաեւ դիտարկելով շրջապատը, փորձենք թվարկել այն հիմնական փոփոխությունները, որ տեղի են ունենում մայրիկի հետ ու նաեւ մի փոքր դիսկոմֆորտի զգացողություն են բերում։ Գլխապտույտ, սրտխառնոց, մի քիչ էսթետիկ փոփոխություններ եղունգների, մազերի, այդ ուծվող ոտքեր, ինչ է եղել ձեզ հետ եւ ինչ է ձեզ հայտնի։ Չնայած բոլոր խնդիրներն, որոնք լինելու են, դրանք լինելու են ինդիվիդուալ։ Հետևաբար ամեն մեկը իր փորձն ապրելիս արդեն կիմանա ինչպիսին են հենց իր խնդիրները, բայց շատ կարևոր է գիտակցել նպատակը, հանուն ինչի են դրանք արվում, երեխային պատկերացնել այդ ամբողջ ընթացքում, որը ստիմուլ է տալիս ահավոր եւ միանշանակ գիտակցել, որ ժամանակավոր բնույթ է կրում ամեն ինչ։ Ես ասեմ հակառակը, իմ դեպքում հղիության ընթացքում ամեն ինչ շատ ավելի լավ էր, քան երևի մինչ հղիությունը, թե մազեր, թե եղունգներ, բայց այդ ամեն ինչը փոխվում է երեխայի ծնվելուց հետո։ Այ առաջին 3 ամիսը մազերը սկսում են թափվել, եղունգները սկսում են ջարդվել։ Այդ ժամանակ դու սպասում ես, որ դա պիտի լինի հղիության, իմ դեպքում կոնկրետ, պիտի լինի հղիության ընթացքում, բայց այդ ամեն ինչը իմ մոտ սկսվել է երեխան ունենալուց հետո, օրինակ։ Անժելա, դուք հենց հիմա այդ փոփոխությունների շրջանում եք ու արդեն կարող եք համեմատել նաև առաջին հղիության հետ։ Ինչ է տեղի ունենում հիմա։
քանի որ արդեն գիտակցումը կա, որ շուտով կարիերայում դադար է լինելու, այնպես որ 9 ամիսների ընթացքում մաքսիմալ օպտիմալ եմ աշխատել ու առավելագույնին եմ հասցրել արդյունքները։ Այսինքն ինքնազգացողությունը չի խանգարել աշխատելուն։ Չէ, մոտիվացիան ավելի շատ է։ Հոգեբանական աջակցությունը եւ օգնող ձեռքերի առկայությունն անչափ կարեւոր են հղիության ընթացքում։ Բայց պետք է ասենք, որ երբեմն առնչվում ենք կարծիքների ու տեղեկատվության այնպիսի բազմազանության, որն ավելի մեծ խուճապի կամ անորոշության մեջ է գցում ապագա մորը։ Ես պնդում եմ, որ այստեղ դարձյալ մեծ դերակատարում ունեն մեզանում արմատացած, բայց գիտական որևէ հիմքից զուրկ համոզմունքները։ Այդ համոզմունքների թոփ եռյակը կազմելու համար դուրս ենք եկել մեր երկրի տարբեր քաղաքների ու գյուղերի փողոցներ։ Ահա եւ արդյունքը։ Թվարկեք մի քանի բան, որ ձեր համոզմամբ արգելվում է հղիներին։ Եղունգները այդ արհեստական շիլակ կոչված, որ ներկում են, դա էլոս մազահեռացումը ու նաև մազերի ներկման որոշ ինչ-որ պրոցեդուրաներ։ Մազ ներկել, շիլակ, fast food, շիլական էլ մազերը ներկել հաճախակի։ Ծխելը հաստատ արգելվում է, խմելը հաստատ արգելվում է ու երևի շիլակը կարգելվի էլի ավելի շատ։ Հղիության ժամանակ չի արգելվում գելլաքերի, ժելակների օգտագործումը կամ մազերի ներկելը, բայց դրա հետ միաժամանակ պետք է հիշել, որ անպայման տվյալ պրոցեդուրաները պետք է անցկացնել անպայման լավ օդափոխությամբ սալոններում, անպայման որակյալ նյութերով, որոնք չեն պարունակում հղիության ընթացքի համար, հղիի, հատկապես պտղի համար վտանգավոր քիմիական նյութեր կամ շատ աննշան, շատ քիչ քանակությամբ են դրանք պարունակում, որոնք վտանգավոր չեն լինի, անպայման ստերիլությունը ապահովող ստերիլության ինդիկատորներով, գործիքներով պետք է այդ գործողությունները կատարել, անհատական յուրաքանչյուրի համար սեփական գործիքով պետք է կատարել, որ խնդիրներ չլինեն։ Հղիներին արգելվում է հանրային լողավազաներից օգտվելը, ծանրաբեռնված աշխատանքը եւ մազահեռացումը։ Հղիներին արգելվում է կերատինային հարթեցումը մազերի հետ կապված, կոսմետիկ պրոցեդուրաները, հանրային լողավազանում լողալ, գնալ բժշկի ատամի հեռացում թեկուս այդպիսի բաները, արգելվում է օգտագործել անորակ սնունդ, օգտագործել տարատեսակ արգելված խմիչքներ ոգելից։ Կարծում եմ հանրային լողավազարաններից օգտվելը, մազերը ներկելը քիմիական նյութերով եւ մի շարք ցավազրկողներից օգտվելը դեղորայքից։ Միֆերից մեկը, որ տարածված է, թե սպորտով, լողով եւ այլնով չի կարելի զբաղվել, կարելի է, բայց նախորոք պետք է իմանալ, թե ինչպես է ստերիլիզացումը ապահովում այդ հանրային վայրերում, օրինակ լողավազաններում ջրի մաքրության աստիճանը ինչպիսին է, լողը թեթևացնում է ողնաշարի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը, եթե չկան այդ լողով զբաղվելու համար հատուկ հակացուցումներ բժշկի կողմից, որոնք վնաս են հղիության ընթացքի համար։ Սուշի ուտել, որտեղ հումիս է, Իմ կարծիքով խմելը, ծխելը եւ քիմիական նյութերից օգտվելը։ Առաջնային, որ արգելվում է հղիներին, դա անառողջ սնունդն է։ Երկրորդը դա տաք լոգանքն է, ամեն դեպքում պետք է պահենք նորման։ Սուշին, հետո շիլակը ու ծանրաբեռնվածություն։ մազերը ներկել եւ հունձուկ ուտել։ Հումսամթերքի ձկան օգտագործումը բացարձակ հակացուցում է հղիության ժամանակ, որովհետև լավ չմշակված այդ օգտագործումը պատճառ կարող է լինել օրինակ տոքսոպլազմոզի, լիստերիոզի, ինֆեկցիաների առաջացման կամ ճիճվակրության պատճառ կարող է լինել, որը վնասակար է եւ պտղի համար եւ բնականաբար հղիի համար։ Հակացուցված է։ Շատ կանայք հղիության ընթացքում բոլորովին այլ անկյունից են տեսնում սեփական մարմինը։ Ես կասեի ստիպված են լինում նորից ծանոթանալ սեփական օրգանիզմի հետ։ Ինչ նոր բան կարող է ասել այն ու ինչ պահանջներ է դնում կնոջ առջև։ Հարցերին կպատասխանի մանկաբարձ գինեկոլոգ Աննա Սարգսյանը։ Նախ պետք է խնդրեմ, որ Եվս մեկ անգամ թվարկեք այն ամենատարածված գանգատներն ու բարդությունները, որ լինում են հղիության ընթացքում։ Հղիության ընթացքում հաճախ հանդիպող գանգատներից են սրտխառնոցը, փսխումը, ոտքերի, հատկապես ոտքերի այտուցվածությունը, ստորին վերջների երակների վարիկոզ լայնացումը, այրոցի զգացողությունը, հաճախամիզությունը։ Արդյոք ապագա մայրիկը, հատկապես երբ խոսքը գնում է առաջին հղիության մասին, կարող է ինքնուրույն հասկանալ իր հետ տեղի ունեցողը օրինաչափ է, թե արդեն անցնում է վտանգավորության սահմանը։
Ընդհանրապես նախածննդյան առաջին այցի ժամանակ մանկաբարձ գինեկոլոգը տրամադրում է հղին վտանգի նշանների համապարփակ ցանկ եւ ծանոթացնում է նրան այդ ցանկին եւ հղին տեղյակ է լինում թե կոնկրետ որ նշանների դեպքում պետք է անհանգստանալ, խորհուրդ է տրվում ապագա ծնողներին հաճախել ապագա ծնողների կամ մայրության դպրոց, որտեղ որ տրամադրվում է տեղեկատվություն հղիության ընթացքի, ծննդաբերության, հետծննդյան շրջանի վերաբերյալ, այս շրջաններից յուրաքանչյուրում սպասվող փոփոխությունների վերաբերյալ, այսպիսով ծնողները կարողանում են առավել պատրաստված լինել հղիությանն սպասվող փոփոխություններին եւ ճիշտ ժամանակ դիմել օգնության ու ճանաչել վտանգի նշանները։ Շատ լավ, իսկ հիմա առաջարկում եմ մեր զրույցը շարունակել մայրիկների հետ, տեղափոխվենք տաղավարի համապատասխան հատված, համեցեք։ Իսկ հիմա մայրիկներ խաղ ենք խաղալու։ Դուք տեսնում եք սեղանին դրված են ցուցանակներ, ճիշտ է, սխալ է պատասխաններով։ Նախապատրաստել ենք հարցերի ու պնդումների ցանկ, որոնց միջոցով եւ բժշկի մեկնաբանության շնորհիվ հասկանալու ենք որն է ճիշտ ուղին։ Խնդրում եմ վերցրեք վահանակները, պատրաստվեք։ Հղիության ընթացքում պատվաստվել չի կարելի։ Ճիշտ է թե սխալ է այս պնդումը։ Երկու տարբերակն էլ կա։ Իրականում հղիության ընթացքում պատվաստվել կարելին չի կարելին կախված է պատվաստանյութից, այսինքն եթե պատվաստանյութը պարունակում է կենդանի վիրուսներ կամ բակտերիաներ, ապա այդ պատվաստանյութը հակացուցված է ստանալ հղիության ընթացքում, սակայն գրիպի պատվաստանյութը ոչ միայն կարելի, այլ նաև ցանկալի է ստանալ, քանի որ այն չի պարունակում կենդանի վիրուսներ, այդ վիրուսները պատվաստանյութում ինակտիվացված են եւ կկանխարգել են գրիպի վիրուսով վարակումը հղիության ընթացքում։ Շատ լավ։ Հղիության ընթացքում վիրուսային հիվանդությունների ժամանակ կարելի է օգտագործել ջերմիջեցնողներ, դժվարացած շնչառության ժամանակ հատուկ կաթիլներ, հազի պարագայում փափկեցնող դեղամիջոցներ, իսկ բակտերիալ վարակների դեպքում օգտագործել հակաբիոտիկներ։ Ինչ եք կարծում, մայրիկներ։ Կրկին կա եւ ճիշտ է եւ սխալ է տարբերակը։ Դեղամիջոցների կիրառումը որքանով է ցուցված կամ հակացուցված հղիներին։ Ցանկացած գանգատի արկայության պարագայում, որ անհանգստացնում է հղիին, նա պետք է դիմի մանկաբարձ գինեկոլոգին ու տվյալ նշված վիճակների դեպքում, այո, տվյալ դեղամիջոցները կարելի է օգտագործել, սակայն որոշները հակացուցված են հղիության ընթացքում, այդ պատճառով անհրաժեշտ է ապարտադիր բժշկի ցուցումով օգտագործել նշված դեղորայքը։ Շատ լավ, եւս մեկ հարց ունենք մայրիկներ, ֆիզիոթերապիաները հղիության ընթացքում պետք է դադարեցնել։ Ինչ է պետք անել իրականում բժիշկ։ Եթե նկատի ունենանք արևմուտքում ֆիզիոթերապիայի ընդունված բնորոշումը, այսինքն վերականգնողական վարժանքները, ֆիզիկական ակտիվությունը, ապա միանշանակ ցուցված է հղիներին եւ կարելի է եւ օգտակար է, որ նրանք հաճախեն ֆիզիոթերապիաների, քանի որ վերջինը ամրացնում են մկանները, նպաստում են հոդերի, կապանների, ջլերի ճկունությանը։ Իսկ եթե մենք խոսում ենք այն ֆիզիոթերապիաների մասին, որոնց ժամանակ օգտագործվում է էլեկտրական հոսանք, խախտվում է մաշկի ամբողջականությունը, որոշակի քիմիական նյութերի օգտագործում են իրենցից ենթադրում, արդեն այս պարագայում պետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար դիտարկել կոնկրետ միջամտությունը ու դրա ցուցումները եւ հակացուցումները։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մենք շարունակում ենք մայրիկներ, ատամների բուժումը կամ հեռացումը պետք է թողնել ծննդաբերությունից հետո։ Բոլորը ասում են, որ սխալ է։ Ճիշտ են ասում, դեռ հղիության պլանավորման փուլում է ցանկալի այցելել ստոմատոլոգի, ատամնաբուժի եւ հայտնաբերել եղած խնդիրները ու բուժել մինչեւ հղիությունը, սակայն եթե հղիության ընթացքում են առաջանում խնդիրներ, այս պարագայում եւս պետք է այցելել ստոմատոլոգի, ստանալ համապատասխան բուժումը, ընդհանրապես պետք է նրան տեղեկացնել հղիության կարգավիճակի մասին, որպեսզի վերջինս կարողանա համապատասխան շտկումներ անել բուժման վարման պլանի մեջ եւ օգտագործող դեղորայքների ցանկում։ Շատ լավ, իսկ հիմա մի փոքր գեղեցկության ու խնամքի մասին կարճ հարցախույզ։ Հղիության ընթացքում թույլատրվում է մազահեռացում կատարել։ Ինչ եք կարծում։ Ինչ է ասում այդ մասին բժշկությունը։ Կախված է մազահեռացման տեսակից, ավանդական մազահեռացման մեխանիկական եղանակները թույլատրելի են հղիության ընթացքում, սակայն ինչ վերաբերվում է լազերային մազահեռացման տարատեսակներին, այստեղ մենք չունենք լայնածավալ հետազոտություններ եւ չենք կարող փաստել, որ տվյալ մազահեռացումը անվտանգ է հղիության ժամանակ, դրա համար ցանկալի է զերծ մնալ նման մազահեռացման եղանակներից ու մեթոդներից։ Գեղեցկության թեման շարունակում ենք։ Հղիության ընթացքում արևայրուք ընդունելը արգելվում է կտրականապես։ Մենք հիմա լողափերում եւ լողավազանների մոտ տեսնում ենք
հղիների, մայրիկների ապագա ինչ է պետք է արդյոք պաշտպանվել ու փախնել արևից, թե ընդունել արևայրուք։ Հղիության ընթացքում արևայրուք ընդունելը կտրականապես արգելված չէ, սակայն պետք է իմանալ, որ ցանկալի է խուսափել արևի ճառագայթներից հստակ ժամերի, մոտավորապես առավոտյան 9-ից 10-ից մինչև ցերեկվա ժամերին 2-3 պետք է խուսափել արևի ճառագայթների տակ լինելուց, որովհետև այս ընթացքում դրանք առավել վնասակար են եւ պետք է միշտ հիշել, որ հղի կնոջ մաշկը առավել զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ ու օգտագործել համապատասխան բարձր պաշտպանիչ գործոնով արևապաշտպան միջոցներ։ Շնորհակալ եմ բժիշկ, որ այսօր միացաք ծնողական ժողովին, կարողացանք նաև այս խաղի միջոցով մի փոքր ինտերակտիվ կերպով անդրադառնալ հղիության անտեսանելի կողմին, ինչպես որ անվանել ենք այսօրվա մեր հաղորդումը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հղիության եւ ծննդաբերության ֆիզիոլոգիական հետևանքները կարող են պահանջել որոշակի հետևողականություն եւ խնամք։ Թե որ դեպքերում ինչ է պետք անել, նկարագրված է տեսանյութում։ Հղիության եւ ծննդաբերության նկատմամբ ուշադրությունը հաճախ ստվերում է մեկ այլ ոչ պակաս կարևոր հետծննդյան փուլը։ Մինչև ծննդատնից դուրս գրումը կանայք անցնում են որոշակի հետազոտություններ առողջական վիճակի գնահատման համար։ Կեսարյան հատման դեպքում հետազոտությունները կատարվում են ինչպես ծննդաբերությունից առաջ, այնպես էլ դրանից հետո։ Հետազոտությունների համալիրը ներառում է արյան ընդհանուր եւ բիոքիմիական քննություն, մեզի քննություն եւ ախտորոշիչ այլ միջոցառումներ։ Բնական ծննդաբերության դեպքում հետազոտություններն իրականացվում են նախքան ծննդաբերությունը, եւ եթե ծննդաբերությունից հետո չեն առաջանում բարդություններ, դրանք կրկնելու անհրաժեշտություն չի լինում։ Սակայն բոլոր հղիներին մենք պարտադիր դուրս գրումից առաջ, ընթացքում երբ որ իրենք պարկած են, կախված իրավիճակից, մենք պարտադիր անում ենք փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն։ Նրա համար որ տեսնենք, որ արգանդը նորմալ կրճատված է, որ մենք չունենք ուրեմն պլացենտայի ընկերքի մնացորդներ, կարևորությունը ընկերքի հեռացման նրանում է, որ մնացած հյուսվածքները կարող են պատճառ լինել արյունահոսության եւ վարակների։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ մենք անպայման մանրակրկիտ զննենք, որ բացառենք որևէ մնացորդի արկայությունը արգանդի խոռոչում։ Հատկապես այն կանայք, որոնք նախքան հղիությունը ունեցել են սրտանոթային համակարգի խնդիրներ, շաքարային դիաբետ կամ այլ քրոնիկ հիվանդություններ, բարձր ռիսկի խմբում են եւ հետծննդյան շրջանում գտնվում են նեղ մասնագետների հսկողության տակ։ Անկախ նրանից ծննդաբերությունը կատարվել է բնական թե կեսարյան հատման ճանապարհով, կա քրոնիկ հիվանդություն թե ոչ, հետծննդյան շրջանում կարող են առաջանալ տարբեր բարդություններ՝ վարակներ, միզուղիների բորբոքումներ, կրծքով կերակրման դեպքում կրծքագեղձերի բորբոքում, կարերի հետ կապված բարդություններ, թրոմբոզներ եւ այլն։ Որոնք են նշանները՝ արյունահոսություն, ջերմություն, հոտով թարախային արտադրություն սեռական ուղիներից, որովհետեւ առաջին չային պատի վերքի կեսարանից հետո ուռածություն, արտադրություն վերքից, այտուցվածություն, գույնի փոփոխություն, բոլոր այդ դեպքերում կինը պետքա անպայման դիմի բժշկին։ Ինչպես նաև հաճախամիզություն, միզելու ժամանակ մռմռոցներ։ Եթե ջերմությունը հասնում է 37.5-ից արդեն սկսում է բարձրանալ եւ բարձրանալու միտում ունի, նույնպես պետք է դիմել բժշկին եւ իսկ եթե դա ոչ աշխատանքային օրեր են եւ կամ ոչ աշխատանքային ժամեր, ապա անմիջապես դիմել ծննդատուն։ Կեսարյան հատման կամ հեշտոցային պատրվածքից հետո կարերի խնամքը պահանջում է հատուկ ուշադրություն։ Այն իրականացվում է հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունները։ Մինչ բուժհաստատությունից դուրս գրումը խնամքն իրականացվում է հակասեպտիկ լուծույթով, իսկ հետագայում, եթե չկան բարդություններ կամ թարախային արտադրություն, խորհուրդ է տրվում կատարել ամենօրյա խնամք, հետևելով բժշկի ցուցումներին։ Հիգիենայի պահպանումը նույնպես շատ կարևոր է վերականգնման շրջանում։ Անհրաժեշտ է օրական առնվազն 1 կամ 2 անգամ կատարել լվացում գոլ ջրով։ Օճառի օգտագործման վերաբերյալ միանշանակ դիրքորոշում չկա, անհատական է։ Կան հիգիենիկ հատուկ պատրաստուկներ, որոնք անվտանգ են եւ մասնագետները հաճախ առաջարկում են դրանք։ Կարևոր է իմանալ, որ հիգիենայի անտեսումը կամ ոչ պատշաճ պահպանումը կարող է դառնալ վարակների, բորբոքումների եւ թարախասեպտիկ բարդությունների պատճառ։ Հղիությունը զույգի ճանապարհն է, բայց հանուն արդարության պետք է ասել, որ մեծամասամբ այն ընկալվում է իբրև մոր կամ կնոջ սեփականություն։ Սեփականությունը քոնն են նաև խնդիրները, ինքդ էլ գլուխ կհանես։ Պարզ է, ես հիմա մի փոքր խտացնում եմ գույները, բայց դա անում եմ միտումնավոր, որպեսզի ընդգծեմ տղամարդու հոր դերակատարությունը հղիության ընթացքում։ Առանց գույները խտացնելու կզրուցենք հոգեբան Աննա Բադալյանի հետ։ Բարև ձեզ։
Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Ծնողական ժողովում այսօր խոսում ենք հղիության անտեսանելի կողմի մասին, այսպես ենք անվանել մեր այս թողարկումը, եւ ինչպես արդեն կռահում եք, ուզում եմ խոսենք հայրիկների դերակատարման մասին։ Մենք ունենք ակնկալիք ժամանակակից աշխարհում գոնե այդպես է, որ հայրերը պետք է աջակցեն հղի կնոջը։ Բայց երբ ասում ենք աջակցել, լրացուցիչ եւ ոչ պարտադիր երևույթի մասին կարծես խոսենք։ Ինչ է կարծում, ինչ անենք, որպեսզի մեծացնենք հայրերի պատասխանատվության զգացումը եւ փոխենք հասարակության մեջ այն ընկալումը, որ հայրը մասամբ է պատասխանատու իր կնոջ հոգեվիճակի, նաեւ ֆիզիոլոգիական վիճակի համար։ Փոխվել է ժամանակը։ Երիտասարդ սերունդը տղաները կարծես ուզում են իրենք էլ մասնակից լինել։ Իրենք էլ ինչ-որ բան անել, աջակցել, օգնել, հասկանալ, որպեսզի ունենան առողջ բալիկ ու այն աստիճան է աճել այդ գիտակցությունը, որ նույնիսկ ծննդաբերության ժամանակ տղաները ցանկանում են ներկա լինել։ Այստեղ է որ մի քիչ պետք է նուրբ, ասենք, վերաբերենք եւ դրա մասին կուզեմ ձեզ ասել, որովհետեւ անպատրաստի տղամարդը ծնարան չպետք է մտնի։ Նա պետք է եւ հոգեբանորեն, եւ ֆիզիոլոգիապես, անատոմիայի հետ կապված գիտելիքներին պաշար ունենա, որպեսզի կարողանա ծնարանում կնոջ մեջքին կանգնած նեցուկ լինել, որպեսզի ծննդաբերության գործընթացը անցնի նորմալ։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի մայրության դպրոցներում, որոնք կան համարյա բոլոր կանանց կոնսուլտացիաներում, ներկա լինեն լայվ հայրերը եւ ներկա լինեն եւ ստանան այդ գիտելիքի պաշարը։ Ինչը կարծես թե կամած արվում է։ Գուցե երբեմն տղամարդիկ ուզում են օգնել կնոջը, ուզում են ներկա լինել, ամեն պահը միասին անցնել, բայց իրենք խոճապի մեջ են, ապա կողմնորոշված են, չգիտեն արդյոք հղիությունը դա այն ընթացքն է, որտեղ իրենք պիտի ներկա լինեն, թե պետք է թողնել, որ կինը ինքնուրույն անցնի, հաղթահարի իր դժվարությունը, գուցե ինչ-որ տեղ տղամարդիկ ամոթի զգացում ունեն, ինչ-որ բանից ամաչում են, արդյոք տղամարդը պետք է լինի նախաձեռնող, թե պետք է սպասի օգնության խնդրանքի կնոջ կողմից։ Գերխնամակալություն պետք չէ, բայց օգնող եւ աջակցող անհրաժեշտ է։ Նույնիսկ ընտանեկան թերապիայի ժամանակ ասվում էր, որ հղիության ընթացքը օգտագործեք զույգերի փոխհարաբերությունները հուզական ամրությունը ավելի ամրապնդելու համար։ Դա շատ կարեւոր է։ Իսկ ինչ վերաբերում է ամոթին, ասենք ինչ որ հարազատներից ամանչելու, շրջապատից ամանչելու գործոնին, երևի թե այսպես անհատական տեսակից է։ Արդյոք տղամարդը կայացած է, հոգեբանորեն հասուն է, հոգեբանորեն կայացած է, ապա նմանատիպ խնդիրներին նա ուրիշ կերպ է նայում։ Նա իմ ընտանիքն է, իմ կինն է, իմ զավակն է մեծանում, հասունանում, ու ես պետք է իրեն օգնեմ, աջակից իրենց օգնեմ, աջակից լինեմ։ Դա շատ կարևոր է, ու իդեպ մայրության դպրոցի սահմաններում նաև կա հայրիկների օր, երբ գալիս են հայրիկները իրենց հարցերով, ստանում են իրենց հարցերի պատասխանները, ունենում են նաև որոշակի այսպես նորություններ, տեղեկացված են լինում։ Կարծում եմ մեզ դիտող հայրիկները նաև ինչ որտեղ հուշումների եւ ուղղորդման կարիք ունեն, կոնկրետ ինչ դերակատարում կարող են ունենալ հղիության ընթացքը ավելի հեշտ, սահուն, գեղեցիկ դարձնելու համար։ Կազմակերպել զբոսանքներ, չգիտեմ, մերսել կնոջ ոտքերը, հոգնած մեջքը, ինչ գործողություններ կան, որ պարզապես թեթևացնում են կենցաղը, որը կնոջ համար դժվար է նաև այդ 9 ամիսների ընթացքում եւ հաճույք է պատճառում պարզապես ապագա մայրիկին։ Այն ամեն ինչ նշեցիք, իհարկե շատ կարևոր է, անհրաժեշտ է ոչ միայն հղիության ընթացքում, դրանք շատ կարևոր են, բայց նաև կարևոր է որպեսզի իրար հասկանան, ավելորդ խոսակցություններ, ավելորդ լարվածություն, մնացածը կարծես իր հունով կգնա, եթե երկուսն են ունենան մեկ գերնպատակ, առողջ բալիկ, առողջ ընտանիք, առողջ փոխհարաբերություններ։ Իհարկե դա ամենը գեղեցիկ ասվում է, կիրառելն էլ հեշտ է, եթե կա ցանկություն եւ կա բնական վիճակ զույգերի մեջ, իրենք բնական են, ձևական ոչինչ չկա, իրենք ընդունում են երկուսին ինչպիսին կան։ Դա ամենաշատ կարևոր, այսպես կարևոր փաստն է ընտանիքում մենքը պահելու համար։ Երկու եսերը պետք է լինեն, բայց մենքը, այսպես առանց եսերը տրորելու, մենքն էլ շատ կարևոր է եւ կարելի ասել բուրգի գագաթնակետն է։ Կանանց գերակշռող մեծամասնությունը գիտակցում է բժշկի հսկողության տակ լինելու կարևորությունը, բայց հղի այցելությունը հոգեբանի մոտ կարծես թե ամենատարածված երևույթը չէ մեզանում։ Արդյոք հղիները վերջին շրջանում ավելի հաճախ են դիմում ձեզ իրենց հոգեբանական վիճակների վերլուծության եւ ավելի կայուն վիճակ ձևավորելու խնդրանքով։ Ես ուրախ եմ, որ այո,
Շատ այդ մշակույթը կարծես եկավ հղիության ընթացքում դիմել հոգեբանի, ոչ թե նրա հետ կապված, որ իրենք ունեն խնդիրներ, նաև նրա հարցեր, որոնք կարող են ապագայի հետ կախված լինել կամ ինչպես անեն, որ հղիությունը դառնա իրենց կյանքի լավագույն շրջանը։ Ու դա շատ կարևոր է, շատ լավ է, գալիս են զույգերով, իրենց հետաքրքիր է քայլ առ քայլ, ինչպես պահպանեն իրենց հուզական կայունությունը, ինչպես հաղթահարեն դժվարությունը, ինչպես հաղթահարեն վախը ծննդաբերությունից, տարբեր այսպես հարցերով գալիս են, իրականում կարծես գիտակցության այդ աստիճանը արդեն կա, որ հղիությունը հիվանդություն չէ, հղիությունը նորմալ արարող շրջան է, դա Աստծոց տված կնոջը արարելու այսպես ունակություն է ու կինը պարտավոր է այնպես անի, որ այդ շրջանը վայելի։ Շնորհակալ եմ շատ, որ այսօր ծնողական ժողովում էիք։ Շնորհակալ եմ բարդ։ Սիրելի մայրիկներ, փորձենք ամփոփել այսօրվա մեր քննարկումը եւ դուրս բերել այն կարևոր մտքերը, որ տանում եք ձեզ հետ մեր տաղավարից եւ կուզենայի կիսվել նաեւ ձեր մտածումներով մյուս մայրերի ու ապագա մայրերի հետ, որպես ուղերձ։ Խնդրեմ Աննա։ Կուզեի հիշենք, որ ցանկացած կին ինդիվիդուալ է, ցանկացած հղիություն եւս, թեկուզ նույն կնոջ մոտ մեկից ավել հղիությունները։ Հետևաբար կարելի է լսել ինչ-որ մեկի փորձի մասին, բայց պետք չի չափազանց մոտ ընդունել սրտին եւ ապրել սեփական փորձը։ Գիտակցեք, որ դա ժամանակավոր է եւ դա հանուն ամենաթանկ նպատակի է, այնպես որ ամեն բան կանցնի, կշտկվի եւ դուք կանցնեք ձեր բնականon կյանքին։ Ես չեմ ուզում անդրադառնալ խնդիրներին, խնդիրներին կամ ինչ կարող է լինել, որովհետեւ մենք երբեք չգիտենք ինչ կարող է լինել։ Այդ պահին, այդ երջանիկ իրավիճակում պետք է վայելել եւ պետք չէ որ հղի կինը զրկի իրեն աշխատանքից այդ շրջանում ասելով թե ես չեմ կարող, ինձ չի կարելի, ամեն ինչ կարելի է, սպորտով զբաղվել չափի մեջ, ես ինքս յոգայով եմ զբաղվել եւ իմ յոգայի սկիզբը հենց հղիության ընթացքում է սկսվել եւ հղիությունը սա իսկապես մի երջանիկ փուլ է, որ չարժի ոչ մի բանից զրկել, ինչը քեզ հաճույք է պատճառում։ Հրաշալի է, շնորհակալ եմ Անահիտ։ Ուզում ասել, որ ինչքան էլ ինքնուրույն մարդ լինես, միևնույնն է երբեմն ինչ-որ օգնություն խնդրելու կարիք է լինում եւ պետք չէ երբեք դրանից վատ զգալ եւ նաեւ դա պետք չէ դարձնել գործիք, որպեսզի քո մտերիմներին, ընտանիքի անդամներին մանիպուլացնել, այլ ուղղակի վայելել հղիությունը, օգնության դեպքում դիմել օգնության, իսկ երբ որ ինքնուրույն կարող ես ինչ-որ հարցեր լուծել, ինքնուրույն դու քո հարցերը լուծես, այսինքն ապրել լիարժեք կյանքով։ Շնորհակալ եմ Անժելա եւ կարծում եմ որ այն ինչ դուք կասեք ամենապատկերավորը կլինի, որովհետեւ հենց հիմա դուք ապրում եք այդ ընթացքը, այդ զգացողությունների մեջ եք։ Պետք է մաքսիմալ դրականը քաղել այս ընթացքից ու պահել են հիշողությունները, որոնք որ քեզ հետ կլինեն ամբողջ կյանքում, ինչպես նաև բալիկին կփոխանցվեն, թե ինչպիսին է եղել, չգիտեմ, ցանկացած իրավիճակում մայրիկը, երբ ինքը դեռ ընդամենը փորիկում էր եւ ինչպիսին է հենց ինքը եղել փորիկում, այնպես որ ներդաշնակությունը ինքդ քեզ հետ կարծում եմ, որ հենց ամենակարևորն է ընթացքում։ Ասվածին ես էլ կհավելեմ, հղիությունը միայն գեղեցիկ ֆոտոշարքերի, գենդեր փարթիների, մանկական պարագաների գնումների եւ սենյակի կահավորման մասին չէ։ Անհրաժեշտ է, որ մայրիկը լինի առողջ, ունենա բժիշկ, որին վստահում է, շրջապատված լինի ամուսնու ու հարազատների հոգատարությամբ։ Սիրելի ապագա մայրիկներ, ուղիղ ասեք ձեզ շրջապատող մարդկանց ինչպես օգնել ձեզ։ Շարունակեք այն նախասիրությունները, որոնք ձեզ բերում են բավարարվածության եւ երջանկության զգացողություն, եթե բժիշկը իհարկե չի արգելում։ Սնվեք առողջ ու չափավոր, զբոսնեք մաքուր օդին, հետևեք, որ առողջ քուն ունենաք։ Քիչ հետևեք լրահոսին, կրճատեք էկրանային ժամանակը։ Կարդացեք, դիտեք, լսեք մայրությանը վերաբերող նյութեր բացառապես հեղինակավոր աղբյուրներից։ Եթե որևէ բան անհանգստացնում է ձեզ, խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Սիրելի մայրիկներ, շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտաք ու միացաք այսօր այս կարևոր քննարկմանը։ Կարծում եմ հաճելի էր եւ օգտակար երկուստ եք։ Իսկ հաջորդ ծնողական ժողովը ճիշտ 1 շաբաթից է։ Առաջին ալիքի եթերում։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։